քեզ տեսա ես մի օր կարճուբքով ահավոր ու տակից էլ թումբան ծաղկավոր Այդ բեկերն էլի Դու պարավ յարն էլ կերքես Այո Պճանքներով զարդարել ինձ համարիմ պարավ յարս թանգեթան Պատվերով համերգ ենք եկել ժողովուրդ Ախպերս Դուք պրոբլեմ չունեք, 3 հատ դագաղի խանութ ունեմ, ձեր համար խնդիր չկա, եթե պետք կլինի, իմացեք միշտ պատրաստ եմ, հիմա դու պատկերացրու ինչ է կատարվում ուտել։ Շատ հայտնի օրինակներ ունենք, Հայկո Մկո, Անդորրաֆո, որոնք էլի թվում էր, թե շատ մտերիմ ընկերներ են։ Եթե մարդ ճիշտ է ապրում, ամեն ինչ ճիշտ է դասավորված փոխհարաբերությունների մեջ, ուրեմն ոչ մի բան չի կարող խանգարել։ 50 աստղերքենք ինչ որ հիմարություն անենք, ասենք դե տրենդի մեջ մնանք։ Չէ, դա մեզ պետք չի, մեր տրենդը մեր ապրած կյանքն է։ Ես քեզ հաղթել եմ։ Այո, ծափահարենք երիտասարդությանը։ Ողջույն, սա թիվ թվաբանությունն է։ Եկել եմ ասեմ, որ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ էկրաններին չեն երևում, բայց քանի որ ժամանակին նրանց արածը շատ մնայուն է լինում, նրանց հիշում ենք։ Ընդ որում հիշում ենք սերնդեսերունդ։ Այդպիսի մարդկանցից մեկը եւ վառ օրինակն է այսօր մեր տաղավարում։ Արտյոմ Մարկոսյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Արտյոմ, երբ դուք ձեր կարիերայի պիկին էիք, ես ծնված չէի։ Որտեվ դուք իմ հայրիկի տարիքին եք եւ ֆենոմենը գիտեք ինչու՞մ է որ ես ձեզ ճանաչում եմ ես չեմ տեսել Բեռնարդ շոու ես չեմ տեսել այն նախագծերը որոնք արել եք դրանից առաջ ու հետո բայց ես ձեզ ճանաչում եմ չգիտեմ որտեղից Ես շատ շնորհակալ եմ նախ ես էլ ուզում եմ ողջունել թե ձեզ թե ձեր դիտողին եւ իմ շնորհակալությունս հայտնել հրավերի համար ուշադրության համար ու ասեմ որ շատ մեծ սիրով եմ ես եկել այցելել ձեր հրաշալի տաղավարը եւ ընդհանրապես շատ հետաքրքիր նախագիծ է որովհետեւ ինչ որ բաներ ես էլ եմ տեսել տեսնում եմ ու արդեն դարձել եմ հետևորդ Հետևեք Արտյոմի օրինակին Դույով եմ խոսելու ձեզ հետ ձեր թույլտվությամբ Իհարկե Չնայած ես ձեր հայրիկի տարիքին եմ, բայց մենք այդքան էլ մեծ չենք, մենք երիտասարդ ենք, մենք կյանքի մեջ ենք, պարզապես դու ես մի փոքր, իհարկե մենք կարող ենք շփվել շատ ազատ, դու քանի տարեկան ես։ 26 Դու էլ իմ երեխաների տարիքին ես, տեսնում ես ինչ լավ է, ես իմ երեխաների հետ դույով եմ խոսում։ Ընտիր։ Ուրեմն մենք էլ դույով կշփվենք։ Գնացինք։ Ռոբոտիկն է 963 է կոչվում։ 963։ Այո, դա մեր ռադիոյի հաճախականությունն է, այնպես որ մեքենայի մեջ լսեք։ Գազի ցուցմունքի պես խառը թիվ է, էլ 963 ես ասում եմ ինչ թիվ է։ Մի քանի անգամ կրկնում եք ու էլ չեք մոռանում, եւ մեքենայի մեջ էլ բարբերաբար միացրեք լսեք, որովհետեւ շատ որակյալ երաժշտություն եւ նմանատիպ հաղորդումներ են այնտեղ թողարկվում։ Իսկ 963 անունն է, չէ՞։ Այո, 963 հաճախականությունն է։ Հայրանունը, եկեք կնքենք։ 963 458-ի 685-յան օրինակ, հա, այսպես կարելի անուն հայրանուն ազգանունով։ Եվ մի գրեք այս համարը, պարզապես հիշեք այն, եթե կկարողանաք։ Արտյոմ ինքը հարցեր եմ ես տալու, այդ հարցերը ենթադրում են թվային պատասխաններ, մենք փորձելու ենք կռահել ճիշտ պատասխանը, գրելու ենք գրատախտակին եւ տեսնելու ենք ով է ավելի մոտ։ Շատ լավ։ Լսենք առաջին հարցը։ Գնացինք։ Որքան է տևել հումորային դուետների ամենաերկար համագործակցությունը։ Համաշխարհային դուետների մասին է խոսքը։ Ես այդ ճշտումն եմ ուզում մտցնել։ Ենթադրում եմ, որ համաշխարհային, հակառակ դեպքում կնշեր։ Անպայման պետք է այդ ճշտումը մտցնել բնականաբար։ Հա, սա արդեն բաց է, թե պետք է բաց։ Բաց։ Որքան է տևել։ Որքան տևած կլինի։ Մի քանի տասնյակ տարի երևի թե։ Եթե ես չեմ սխալվում, ամենահարատև դուետներից էր Benny Hill-ի դուետը, անգլիական։ Բայց ինձ չասեք։ Չէ, ես չեմ ասում, լավ, ես փորձեմ թվերով, հա։ Ну, ամենամոտ թիվը, հա, պետք է լինի։ Լավ։ Մի քիչ ավելի թիվ գրեցի երևի թե պատտում ենք 3-2-1 Արտյոմի կարծիքով 25 տարի է տևել ամենաերկար համագործակցությունը հումորային դուետների իմ կարծիքով 31 տարի Հիմա լսենք ճիշտ պատասխանը Աշխարհի ամենաերկար հումորային դուետի համագործակցությունը եղել է Smith & Dale դուետի Ջո Սմիթի եւ Չարլի Դեյլի միջև, որոնք միասին հանդես են եկել 70 տարի։ Հա? 70 տարի։
Իրար հետ ծնվել, իրար հետ մահացել։ Ես չգիտեմ, ծնված օրվանից սկսել ինչ-որ մի բան անել, երևի զույգ են եղել, եղբայրները իրար հետ ինչ-որ մի բան են արել։ Հետաքրքիր է, բայց ովքեր են եւ ինչ գործ ունեն։ 70 տարի, ես ճիշտ ասած չգիտեի դրա մասին։ Բայց դե մի 10-20 տարի հետո կարող ենք համարել, որ ձեր դուետն էլ է բոլորում այդ թիվը մոտավորապես։ 70 տարի, բայց այս օրինակ ինձ համար շատ հետաքրքիր ու կարևոր 70 տարի։ Դու մոտ ես ավելի։ Ես մոտ էի, այնպես որ հոգուտ ինձ հաշիվը բացում ենք 1-0։ Այո։ Եվ այո, խոսենք համագործակցություններից, ձեր դուետից, շատ կայացած, շատ սիրված եւ չմոռացվող այդ դուետը։ Ինչու է հայկական իրականության մեջ ավելի հաճախ պատահում այնպես, որ այդ դուետները մի օր ինչ որ կոնֆլիկտի պատճառով բաժանվում են։ Ասեմ, գիտես ինչ, մարդու տեսակիցը դա։ Մարդկային տեսակիցը, օրինակ, հիմա իմ ու Արմենի մասին խոսելով, տեսեք, էլի հայկական իրականությունից է, բայց մենք չենք բաժանվում։ Որն է ձեր ֆենոմենը այդ ընկերության, որ չեղավ այդ այ ընկերություն բառը դու շատ լավ շեշտեցիր։ Մարդկային, մարդավարի ապրելը եւ ընկերություն անելը, որովհետեւ մենք ընկերներ ենք, մենք մի տան մեջի մարդիկ ենք։ Մենք մի տան մեջ հաց ենք կերել, մեր մայրերը մեզ հաց են տվել։ Մենք այլ կերպ ենք մոտենում կյանքին, մարդավարի ենք մոտենում, էլի, իսկ շատ-շատերի դեպքում չեմ ուզում այդ օրինակները բերեմ, որոնք էլի թվում էր, թե շատ մտերիմ ընկերներ են, բայց այսօր տեսնում ենք։ Ես չեմ ուզում ֆիքսվեմ այդ ամենի վրա, այնտեղ ինչ որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել այդ դուետների խափանման մեջ, բայց դա ինձ ճիշտն ասած այդքան էլ հետաքրքիր չի, ինչ առումով։ Ես չեմ ուզում խորանամ, մտնեմ այդ հարաբերությունների մեջ։ Ես կարող եմ խոսել մեր մասին, ես գիտեմ մի բան, եթե մարդ ճիշտ է ապրում, ամեն ինչ ճիշտ է դասավորված փոխհարաբերությունների մեջ, ուրեմն ոչ մի բան չի կարող խանգարել։ Ես վառ օրինակը մեր օրինակն եմ բերում։ Ինչի ոչ մի բան չփչացրեց մեր մեջ։ Գուցե ժամանակին ու ճիշտ պահին ուղղակի դադարեցրիք օրինակ կարիերա կիսել միասին։ Շատ լավ, կարիերա գործնական բան չենք կիսում, բայց մենք միջև այսօր աղբորպես ապրում ենք։ Բա, գիտես, որ այդպես է։ Հիանալի օրինակ։ Ես դրա համար մարդկայինն եմ առաջնահերթ բերում, մարդկային ապրելակերպ, ապրած կյանքը ու ամեն քայլը։ Դա է պատճառը իմ կարծիքով։ Նոր ինչ-որ պրոյեկտ, որտեղ կրկին դուետով հանդես կգաք։ Դեռևս չկա, դեռևս տենց խոսակցություն չկա։ Ախր մեր երկուսի զբաղվածությունն էլ ինքն շատ է առանձին։ Այո, կադրից դուրս իսկապես ահռելի աշխատանք է տարվում, գիտեմ։ Ահռելի, թե Արմենը, թե ես շատ լայն գործունեությամբ ենք հիմա զբաղված, շատ բազմաճյուղ։ Նույնիսկ մեր համար նոստալգիկ ու շատ լավ կլինի, եթե այդ հնարավորությունը ստեղծվի, հնարավորություն ունենանք զուտ ֆիզիկապես, հա, ինչ որ մի հետաքրքիր լավ բան անենք, բայց հաստատ պետք է անենք հետաքրքիր ու լավ բան։ Շիրպատրեբ, ինչ որ չգիտեմ, մի բան նկարել TikTok կամ ես իմ համացանց գցելու համար մենք այդ կոնտինգենտը չենք, մենք ստից բան չենք անել, այնա որ հիմա մենք էլ լինենք, կապ չունի, որ 50-50 աստղերքենք, ինչ որ մի հիմարություն անենք, ասենք դե տրենդի մեջ մնանք, չէ, դա մեզ պետք չի, մեր տրենդը մեր ապրած կյանքն է ու մեր միջև այսօրվա արած քայլերն են, թե որպես մարդ, թե որպես մասնագետ, այս առումով, մեզ պետք չի հնարած արհեստական տրենդեր։ Ես պատասխանեցի, չէ։ Միանշանակ։ 1-0 հաշվով շարունակում ենք խաղալ, լսում ենք երկրորդ հարցը։ Քանի տարեկան է ամենահին կատակերգու դերասանը, որն ակտիվորեն շարունակում է ելույթ ունենալ ստենդափում։ Քանի տարեկան է։ Դե էլի մի քանի հոգի գիտեմ, չեմ ասի ես քեզ էլի։ Մի ասա, դու գրի։ Լավ, դե արդեն այն 70 տարեկան դուետից հետո ես արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ 92 օրինակ։ Հենց պատրաստին ես ասա։ 3, 4, 5։ Գնացինք։ Ինչքան քո կարծիքով։ 75։ 75, ես ավելի մեծ թիվ եմ։ Չեմ պատկերացնում իհարկե 85 տարեկան։ Դե ես չգիտեմ, այն պատասխանից հետո արդեն ամեն ինչ հնարավոր, հեսա կասի 102, ես կմեռնեմ ստեղ, էլի։ Դե 3, 6, 7, 8, 9, 10։ Դե աշխարհի ամենատարեցկինը այսօր մահացել է։ Վայ, ով։ Այնպես որ նա չի հաստատել ստենդափը։ 106 կամ 107, ինչ։ Դե ինչ ասեմ, թող չապրած տարիները երեխեքին ու թորներին ու ծորներին ու ծորներին տա Աստված, թող մարդիկ շատ երկար ապրեն։
Ինչ էր վերջը։ Ռոբոտիկ լսում ենք ճիշտ պատասխանը։ Աշխարհի ամենահին ակտիվ կատակերգու դերասանուհին Դիան Ֆորեստն է, 90 տարեկան։ Նա Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ճանաչվել է որպես աշխարհի ամենահին աշխատող կատակերգու կին։ Ու նրա աշխատանքը գիտես ինչու է կայանում։ Դրանք ինքը 92 տարեկան է դուրս է գալիս ու հայտարարում են նա ստենդափ դերասան է։ Նա միայն է անում։ Ուրիշ ոչ մի բան իմ կարծիքով։ Նախանձում ես Արտյոմ ջան։ Հա։ 92-ում ինչ ստենդափում ես քեզ պատկերացնում։ 92-ում ասա որ հիվանդանոցում ես քեզ պատկերացնում, ինչ ստենդափ, որ բժիշկի մոտ ես գնում, էդի ինչն ես բուժում, էլի։ Դե դա է ստենդափ։ Քանի, չէ, էդ իմ մոտ սրտի ստենդ ապն է, էլի, ինչ թվում է 92-ում այդ stand up, այդ կնել, քանի stand կա up to life, էլի։ 92-ում այդ stand-երի մասի կալու, ինչ stand up։ Այսօր ես ինչ է։ Ես չեմ հասկանում, ես հասկացա, որ պապայի տարիքին եմ, բայց ինչի այս մեր ռոբոտիկը ծերանոցային հարցեր տենց հասկացա, բայց հենց նայեք ես ճնշում է, անընդհատ հիշեցնում է։ Չեմ երևում։ Ինձ այդպես է թվում, էլի։ Չէ, ժողովուրդ դուք էլ մտածեք, ես այդքան մեծ չեմ երևում, չէ։ Ռոբոտիկ ջան, չէ։ Ահա զավեշտալի դեպքերից եմ ուզում խոսենք, որոնք եղել են քո նկարահանումների ու ընդհանրապես ներկայացումների ժամանակ։ Մի այսպեսի դեպք պատմեմ, ուրեմն ես ու Արմենը փորձեմ կարճացնեմ այդ դեպքը, էլի։ Ես ու Արմենը մեր հաղորդումներից մեկից հետո, ուրեմն դե մեր կյանքը այդ ժամանակ, այդ պերիոդում, հա, հիմա իմ ու Արմենից պատմեմ, էլի։ Հա, իհարկե։ Մեր կյանքը այդ պերիոդում շատ բարդ էր։ Մենք ապրում էինք ու չէինք ապրում, էլի, նորմալ մարդավարի կյանքով։ Մենք 5 օր շաբաթը ուղիղ եթերում գրում պատրաստվում ենք, գնում ենք եթեր, մեզ մնում էր ապրելու եթերից հետո։ Պատկերացնում եք։ Կես գիշերն անց։ Այ մոտավորապես այդպես։ Հիմա ուրեմն հաղորդում ավարտվել է, դե գնանք մի կտոր հաց ուտենք, մի բաժակ բան խմենք, տղերքը գալիս էին մեր մոտ, այ ախպեր լավ, հասկացանք, հո մենք կրակը չենք ընկել, մենք էլ ձեր ընկերն ենք, չէ։ Սպասում էին ներքևը, մենք ավարտում էինք, դե գնանք մի կտոր հաց ուտելու, այդ մեր մի կտոր հաց ուտելուն այդ բանն էր, Բենդերի մոտ հիշում եք, չէ։ В Берлине то ли это поздний ужин, то ли ранний завтрак։ Մենք արդեն չգիտենք այդ որն է։ Գնում ենք ռեստորաններից մեկում շատ հայտնի, դեռ արդեն տղեկը պատվիրել են, նստում ենք հաց ենք ուտում, բան։ Այն ժամանակ մի քիչ այլ կերպ էր պրոտոկոլը ռեստորանային աշխատանքի փակման եւ բացման ժամերի, այն ժամանակ կարող էի մնալ, բան, այդ ժամայինը չկար, էլի, մինչեւ 11 բան 12, լավ էր գորն այդտեղ այդ բախտներս բերել, էլի։ Գնում ենք սեղանը գցած, մի խոսքով ուտում, խմում, դե ճանաչում ենք կողքի սեղաններն, էլի, լավ տղեկ կան, քաղաքի լավ տղեկ են, նորմալ մասսա է, էլի, տենց Երևանի վիճակ է, էլի։ Հաց ենք ուտում, բան, կողքի սեղաններից մոտենում են, բան, վերջում եկավ մի տղա, ախպերներ ջան, ես շատ ուրախ եմ, բան, ուզում եմ ձեր հետ մի բաժակ բան խմեմ, հա, իհարկե, ցավը տանեմ, արի, իհարկե, սիրով։ Խմում ենք, բան, ու ինքը շատ ի սրտ է, մի ահավոր այդպես զգացումով, էլի սրտանց, մենք զգացինք ոչ մի կեղծավորություն չկար, տղեկ ջան, իմացեք, ես Նարդոս խանութներ ունեմ, բիզնեսներ ունեմ, ինչ ձեզ պետք է, իմացեք ձեր համար, ընդհանրապես խնդիր չկա, զեղչերով, տո ինչ զեղչերով, ինքնարժեքով ձրի։ Նարդոսում ես ճիշտ եմ գուշակում ինչի մասին։ Մենք դե մենք չենք ուզում սկզբում դա գուշակենք, մենք այսինքն ես կոնկրետ, ասում եմ ջան, շատ շնորհակալ ենք ախպերս, իհարկե վերաբերմունքի մոտեցման համար, Նարդոսում որ խանութներն է, էլի, ինչ պրոֆիլ է, ինչ գծով, ինչ կա, բան, ախպերս դուք պրոբլեմ չունեք, 3 հատ դագաղի խանութ ունեմ, ձեր համար խնդիր չկա, եթե պետք լինի, իմացեք, միշտ պատրաստ եմ, հիմա դու պատկերացրու ինչ է կատարվում այդտեղ։ Բոլորը պայթել են իմ ընկերությունը, նրա ընկերությունը, բայց նա ուրեմն նա սրտանց առաջարկում է, հետո ինքը մի մոմենտ պաուզա տվեց ու հասկացավ այդ ինչ է ասում։ Որ ասում է տղեկ ջան հանգարց ուրիշ ձև չհասկանաք, էլի ես սրտանց առաջարկում եմ, որ դուք խնդիր չունեք, էլի անձամբ ձեր համար ասենք Աստված չանի, բայց всё։ Բայց հիշում ենք։ Բայց հիշում ենք, հա, էլի։ Հաշիվը 2-0 Արտյոմ ջան։ Շատ նորմալ է, բա գեղեցկությունը եւ երիտասարդությունը պետք է միշտ լինի առաջնային դիրքերում, բա։ Молодым везде дорога, старикам везде почет. Դրանից ինչ լավ է։ Շարունակում ենք, գնացինք։ Ահա։
Ես չգիտեմ, էլ ինչ հին բան Քանի լուսանկար է մեկ օրվա ընթացքում հրապարակվում Instagram-ում։ Այնքան բողոքեցիր տեսար։ Քանի լուսանկար է մեկ օրվա ընթացքում։ Օրական, այո։ Այհա։ Հարցին պատասխանելու է մարդ, ով մաքսիմում փորձում է հեռու մնալ, չէ՞, սոցիալական էջերում։ Այո, մաքսիմալ։ Ես մաքսիմալ ապրում եմ ռեալ կյանքում։ Ես հենց հիմա քեզ հետ նկար եմ հրապարակել։ Դու կարող ես իհարկե, ես էլ սիրով կհամաձայնվեմ, բայց ես անձամբ մաքսիմալ ռեալ հողեղեն կյանքից եմ, էլի, այսպես ասեմ։ Ես էլ մինս Instagram-յան ժպիտներ եմ անում։ Instagram-յան Hollywood-յան, այո։ Ես չգիտեմ Instagram-յանը որն է, մա սովորացու ինձ։ Instagram-յան ինչ պետք է անեմ։ Այսինքն trend-ի մեջ էլի։ Ինչ որ ձևականցես մի բան, հա։ Չէ, դու ինձ նորմալ բնական նկար։ Դու Instagram-ի առաջին բնական նորմալ նկարն է, այդպես բնական օկեվիճակում։ Լուսանկարը կգտնեք մեր էջում, այո, շատ լավ է։ Շատ լավ, հա։ Ինչ գրեմ տակը հրապարակելիս։ Ես չգիտեմ, օրինակ ինչ կգրեի, առաջինը մտքովդ ինչ է անցնում։ Գրեմ էքսկլյուզիվ նկար բանը իր կյանքը չհանրայնացնող եւ կենցաղը չհանրայնացնող դեմքերից մեկի հետ։ Կյանքը եւ կենցաղը։ Դե որովհետեւ ոչ մի տեղ ակտիվ չէ։ Արդեն այն վատ վերնագրերից ես գրում էլ, այն որ լրագրողները գրում են, մենակ տեսնեք, թե ինչ է հակել բաղնիկում բանը։ Այտենց էլ կգրեմ, տեսեք ինչ է հակել Արտյոմը Մարկոսյան, կետեր կդնեմ։ Հա, տեսեք ինչ, բայց ինչ է հակել, բայց երևում է, չէ՞, ինչ է։ Աղջիկ չխչիկ չի։ Այո, աղջիկ չխչիկ, այո։ Աղջիկ որ չխչիկ էր։ Ցերեկները չկար։ Ցերեկները չկար։ Իդեպ շատ սիրում եմ։ Իդեպ ես շատ հավանում եմ։ Հա, շատ հավանում եմ։ Հեսա կգանք այդ երկերին էլ կգանք։ Թե չէ դուք ինձ միայն հարցնում եք 90 տարեկան ստենդափերներից ուղղեց սխալը, 75 տարեկան ես իմումից ու 128 տարեկան ես չգիտեմ ումից։ Չէ, լավ, հիմա Instagram-ից է, չէ՞։ Քանի լուսանկար։ Մեր սելֆին էլ հաշվենք։ Դե +1, հա, +1, թիվը +1։ Դե եթե վերցնենք աշխարհում, եսի միլիարդավոր մարդիկ են, ու կեսից շատը Instagram-ում կլինեն։ Պտտենք, ասա։ Ես կարող եմ նույնիսկ ասել ինչ եմ գրում։ 1 միլիարդից ավելի։ Այո։ Հա, բայց ճիշտ ես ասում, գիտես։ Ես գրեմ 31 միլիոն +1։ Մեր լուսանկարել հետո։ Հիմա տեսնենք այս թրենդային հարցին ոնց պատասխանեց հորս տարիքի մարդ։ Գնացինք։ Դե Լսում ենք։ Ամեն օր Instagram-ում հրապարակվում է մոտ 1.3 միլիարդ լուսանկար։ Այն ինչ ինքը պիտի ճիշտ պատասխաներ, չէր պատասխանում։ Չէ, դա ընդհանրապես ես Instagram-ում չկամ, բայց նստած հաշվում եմ օրը քանի հոգի ֆոտոյա հրապարակում։ Ես անձամբ հաշվում եմ։ Չէ, ընդհանրապես տրամաբանության հարց է եւ դու առաջին միավորն ես ստանում այս խաղի։ Շնորհավորում եմ այդ առիթով։ Ահա, ոնց որ արդեն սկսում է բոլոր հարցազրույցներում խոսում ես, որ մեր օրերի հումորը, հեռուստատեսությունը դեգրադացիայի բարձր մակարդակի է հասել, հումոր չկա։ Աղջիկները ենթադրենք կարող են հայոյել, ինչ որ մի ահագին մարդ դա են հումոր համարում, չգիտեմ, մեկը համարում է ինչ որ նորմալ մակարդակով մի բանն է հումոր համարում։ Այսօր հումորի չափանիշը այնքան է վերացել, ու ընդհանրապես կարելի է, չի կարելի աների, գիտես ինչ, ընդունված կանոնների, հիմա այդ ամեն ինչ քանդվել է, ու չկա։ Կար ձեր ժամանակ, կար ձեր ժամանակ ստանդարտ կամ ինչ չափանիշ։ Հասարակ բարոյականության եւ քաղաքակրթության ստանդարտներ կային, как մինիմում։ Այդ հասարակ մի բան։ Մենք էլ կարող ենք սահմանային ինչ որ հումորներ անենք, սահմանային, բայց երբեք հայհոյանք չի եղել եթերներում։ Մենք օրինակ չենք հայոյել։ Կամ այն որ sense այն որ հայոյանքի կեսը արդեն ասում ես, էլի։ Ես էլ այդ մի օրինակն եմ բերում։ Քարոզվող արժեքները Ինչ քարոզվող արժեքներ։ Ինչքանով են տարբերվում այն ժամանակ, երբ դուք էիք հումոր անում ու տարբեր կերպարներ էիք ներկայացնում, ես ինչքան որ փորձեցի ուսումնասիրել այն կերպարները, որոնք դուք եք ներկայացրել,
Այնպես չի, որ եղել են բարձր ինտելեկտ ներկայացնող ինչ-որ կերպարներ կամ մշակույթ պրոպագանդող, ընդհակառակը նույնիսկ եղել են դու հիմա սկսեցիր նույնիսկ եղել են կերպարներ, որ իսկապես նայում ես ու ասում ես, բայց պետք չէր սա պրոպագանդել։ Հիմա որ հետ ես նայում, ինչ կարծիք ունես այդ ամեն ինչի մասին, նաև հասկանալով թե ինչ է կատարվում այսօր այդ դաշտում։ Քարոզվող, հա, որ քարոզվող բառը ասացի, մի քիչ տեղին չի, որովհետև դա քարոզչության հետ ընդհանրապես կապ չունի։ Դե երբ մի բան անընդհատ ցույց ես տալիս, տպավորություն է, որ գովազդի էֆեկտի նման վարակիչ է դառնալու ու ընդօրինակելի գուցե ինչ որ մասայի համար։ Իհարկե, բնականաբար այն կերպարներից, որ ես իմ այդ պրոֆիլի մեջ ներկայացրել եմ, դա էլ մեր սոցիումի տարբեր կերպարներ էին։ Սկսած թաղային հեղինակությունից, մինչև տանը մնացած կույսկին, բան, ուզում ասեմ, շատ տարբեր են, էլի, թաղային հեղինակությունը, տանը մնացած կույսկին։ Կար բժիշկ, կար ինտելեկտուալ գիտնական, իդեպ բոլորը տարբեր էին։ Եթե ես օրինակ մարմնավորած լինեի միայն այդ թաղային հեղինակություն կոչված կերպարը, միայն այդ ուղղությամբ գնա, ես կասեի, հա դե ես գիտես ինչ, հա, բայց քանի որ նրանք տարբեր էին, եթե խոսքը գրվում է կոնկրետ իմարացի մասին։ Այո։ Այդ սոցիումն էլ կար, այդ ամենի մեջ։ Ու այն ինչ որ մենք էինք անում, որովհետև այն ինչ որ ես անում էի, դա Արմենի հետ էինք ստեղծում, միասին էինք անում, մենք գրում էինք միասին, ես խաղում էի, դա ուներ նշանակություն, որ ինչ որտեղ նաև այս ցույց ենք տալիս այդ կերպարի, որ այ իր բացասական կողմը, նրա բացասական կողմը։ Բնականաբար դա հումոր էր, հումորային էր, դա ծիծաղելի էր, սուպեր բան չէր, էլի, դա միտքը դա չէր, որ սուպեր հիմա մենք անելու ենք ուսուցողական սուպեր բան, ժամանցային էր, բայց նորից եմ ասում, հետ եմ գալիս եմ քիչ առաջ, որ ասեցի, մենք միշտ ունեցել ենք սահմանագիծ։ Դե ռոբոտիկ ջան։ Ռոբոտիկ։ Որքան գումար է վաստակել Ջիմ Քերին իր ֆիլմերից ամենաբարձր եկամուտ ունեցող ամենակարող Բրյուսը ֆիլմից։ Հայավարի ուզում է որ ուրիշի փողերը հաշվենք, ինչի համար, ինչի համար։ Նենց չանես քո գրպանի պարունակությունն էլ հաշվենք նոր գնաս։ Դավայցի, ես համաձայն եմ, հաշվենք։ Հա, դավայ։ Դե արի քոնը հաշվենք նոր Ջիմ Քերին մեզ ինչ։ Հա, Ջիմ Քերին մեզ պետք է նա ինչ կքերի ինդեղից է, Ջիմ Քերին քերում էր Հոլիվուդից, բայց մենք այդ քերելու տեղը չունենք հասկանում, մենք աշխատում ենք, տկնում ենք զոր ու գիշեր։ Լավ, հիմա Ջիմ Քերու թվերը։ Ջիմ Քերու թվերը գրի։ Ինչքան քերած կլինի։ Լավ, պատտենք։ Ինչքան քո կարծիքով։ 18 միլիոն իմ կարծիքով։ Մի հատ թվից նայ խնդրում եմ։ 300 միլիոն։ Ջիմ Քերին դեմ չէր լինի, գիտես, նրանց պետք է կապվել, ասել, մարդ կա։ Քեզ այս սենց սրտով բանա ցանկանում։ Այո, բոլորիդ էլ ցանկանում եմ։ Քերի, բայց այդքան չէր կարող քերել, էլի։ Հայավարիա քերել։ Դե, ռաբատիզնա, նու, դե Ջիմ Քերին ամենակարող Բրյուսը ֆիլմում իր դերակատարման համար ստացել է $25 միլիոն։ 25 միլիոն, դե ես մոտ էի ոնց որ, հա։ Անհամեմատ մոտ ես դու։ $25 միլիոն։ Քերելուց բա այդքան կքերեն այս։ Այդ է երիտասարդությունը, այդ է մի անգամից մաքսիմալիստական շատ։ Ձգտումներ ունենք, պահանջներ ունենք, բա այդ ոնց կլինի։ 2 հավասարեցիր հաշիվը։ Մտնելու ենք վճռորոշ փուլ։ Դու ես պատրաստ եմ։ Արդյոք ոչ, ուզում ես իմպրով կերքես գոնե։ Այո։ Որովհետև վստահ եմ հերոստադիտողը նաև կարոտել է երկող Արտյոմին, որովհետև այդ նույն Բեռնարդ Շոուի թողարկումներում ես տեսա, թե դու ինչպես ես կլկլացնում։ Չէ, ինչի գնացի Թաթուլի հետ արտաշասած։ Լավ, ինչ կերքես։ Այնտեղ կերպարներ կային, որ նրանց հետ պետք էր այդպես անել։ Էլ չասեմ, որ գիտես ինչ եմ բացահայտել, շենքի լիֆտում։ Ոստված գլուխ գործած էր։ Ու գիտես YouTube-ում տեսա հոլովակը ձեր 10 ժամյա տևողությամբ դրված է։ Հա, այդպես սարքել էի, մոնտաժ էին արել։ Շենքի լիֆտումից մի հատված խնդրում եմ։ Մեր հերոսադիտողների խնդրանքով։ Քեզ տեսա ես մի օր Կարջուբքով ահավոր, ու տակից էլ թումբան ծաղկավոր։
Այդ բեկերն է, էլի։ Դու ջակոնդայի պես իմ առջև մի մռութ հայտնվեց, հայտնը 7, հայտնը 8, հայտնը 9, Եթե դուք երգում եք նրա հետ, ուրեմն շենքի լիֆտում ես քեզ փաթաթվեցի, կամ էլ փաթաթ 7-ի, կամ փաթաթ 8-ի։ Մի փոքր նոր դուետ, Նոր դուետ, այո։ Գոսպորտ FM-ի եթերում։ Վաու, Գոսպորտ FM-ի եթերում։ Նոր դուետ։ Ուրիշ։ Ուրախ, մի հատ ուրիշ ավելի ուրախ բան։ Ինչ ուրախ։ Պատվերով համերգ ենք եկել ժողովուրդ։ Ինչ ուրախ բան ես ուզում օրինակ։ Մի բան, որը սրտանց, ասեմ ինչ, որ խմում ես 2 բաժակ։ Ահա, ես նախ 2 բաժակ չեմ խմում, ես խմել ես նորմալ խմում եմ, ուրիշ։ Ինչքանն է նորմալը։ Ասում եմ ես չափս գիտեմ, մի վեդրո։ 2 բաժակ։ Լավ էլի։ Հորը թայմ արդեմ հետ։ Պապան ինչքան է խմում օրինակ քո։ Ոյ, որ խնամիների հետ անգնում, էլ պրծավ։ Խնամիներով ավելի շատ են խմում։ Այո։ Ինչ օրինակ։ Չնայած այստեղ մենք շատ ենք, քիչ չենք, բայց առանձին ենք չի խանգարում ոչ ոք մեզ։ Միայնակ ենք երկու փայլող աստղի պես, շատ չի տրվում ես այսպիսի բախտ ու հույս, եկած գիշեր արթուն մնանք մինչև լույս։ Օրինակ, հիմա սա հին տես բան երգեր, հա։ Չէ։ Շատ գեղեցիկ է, ամեն ինչ բարի է։ Դու պարավյարն էլ կերգես։ Այո։ Այո։ Գնացինք պապայի սիրած երգն է, պապ նվիրվում է քեզ։ Թեկուզ ամբողջ աշխարհը ինձ նվիրեն, ինձ համար իմ պարավյարս թանկ է թանկ, ոտից գալուխ պճանքներով զարդարեն, ինձ համար իմ պարավյարս թանկ է թանկ։ Տեսնում եք ինչ բարի է, ինչ լավ է, ինչ մարդկային է, ինչ սրտից է, հոգուց է, իսկական է։ Հիմա ես չեմ ուզում ոչ մի վիրավորական խոսք ասել կամ ինչ-որ մի վատ բան ասել, չնայած կարելի է ասել, որ կան, ես չգիտեմ նույնիսկ ոնց նկարագրեմ այդ նոր երգերը հայկական հայերեն, հայկական հայերեն ուղղակի, հա, որ ոչ թե տղա աղջիկ էքու որց նույն բանն են նվում, էքու որց, որ ու տղա աղջիկ էքու որց նույն բանը, նույն ռիթմը, նույն մելոդիան, եթե դա կոչվում է երգերաշտություն, ուրեմն ես, չգիտեմ, սինխրոն լողի աշխարհի չեմպիոն, չգիտեմ, համենայն դեպս իմ տեսանկյունից, համենայն դեպս ու շատ մարդկանց ովքեր իմ պես են մտածում։ Երկու վճռորոշ 5-րդ հարցն ենք լսում։ Քանի աշխարհահռչակ դերասան է հայի դեր խաղացել։ Հայի դեր խաղացել։ Օրինակ ես մեկը կարող եմ կիսվել, ասել, հետաքրքիր է քեզ։ Իհարկե։ Օրինակ Ալ Պաչինոն խաղացել է հայ բժիշկի դեր, հրաշալի ֆիլմ է։ Լավ, այսպես ասեմ։ Բայց դու посматриваешь, դու նայում ես։ Այո, ես արտագրում եմ, բայց ես մի արտագրում եմ։ Դե իստին հարցն է, որ կարելի է արտագրել։ Լավ, արտագրել։ Գնացինք, պատտեցինք 10 Արտյոմի կարծիքով եւ 11 արտագրեցի ուղակի որպեսզի գերճշգրիտ արտագրություն չլինի, 11 գրեցի, տեսնենք։ Դե տեսնենք, կարող ավելի շատ։ Կարող է ես այո, շահ եմ ուղակի։ Հայերի դեր խաղացած կամ հայ կերպար մարմնավորած աշխարհահռչակ դերասանների թիվը ըստ հասանելի տվյալների կազմում է 15։ Դու մոտ էիր։ Ճիշտ արտագրող եմ ես, դու տեսնում ես։ Ճիշտ արտագրող եմ ես։ Դու շատ խելացի արտագրեցիր, էլի, դու գիտես, ինչ 11 արտա 9 չարեցիր, էլի 11 ասեմ, ավելի ասեմ, որ եթե պլյուս մինուս ինչ որ բան շահեցի։ Ու այդպես էլ ստացվեց։ Ընտիր։ Այո, դու հաղթեցիր։ Արտյոմ։ Այո։ Ո՞նց եղավ, որ դու մնացիր Հայաստանում։
ես այդպես ուզեցի, ուրիշ ձև չէր կարող լինել։ Հիմա մեծ խոսալ չլինի, փառք Աստծո, երևի իմ կյանքում նաև չեն եղել, չգիտեմ, կյանքի ֆորս մաժորներ կամ նես դրվագներ, որ ես պետք է լքեի Հայաստանը, որովհետև շատ այդպիսի դեպքեր էլ կան, որ մարդ նաև իր կամքից անկախ, չգիտեմ ինչ որ տեխնիկական պատճառներով ստիպված լինելու պատճառով գնում է, բայց փառք Աստծուն նախ ինձ մոտ այդպիսի բան չի եղել ու ամենակարևորը հիմա դրանից առաջ ինչ որ ես ասում եմ, դա իմ ցանկությունն է եղել, կա ու մնալու է միշտ։ Ինձ համար Հայաստանը համար 1 վայրն է։ Ես էլ ավելացնելու բան չունեմ ու ուզում եմ հենց այս նոտայով էլ փակենք հաղորդումը, այսօրվա թողարկումը։ Ես քեզ հաղթել եմ։ Այո, ծափահարեն գերիտասարդությանը։ Բայց ես շատ շնորհակալ եմ։ Մալադի վիզե դարոգը ստարեկան վիզե պաչո։ Անընդհատ կրկնում։ Այո։ Շնորհակալ եմ շատ հաճելի էր եւ սպասելիքներս իսկապես արդարացան։ Հենց այսպիսի ուրախ, էմոցիոնալ ու հավես զրույց էի պատկերացնում քեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Ես էլ անչափ շնորհակալ եմ նախ քեզ մոտ հյուր լինելու, ձեր հրաշալի թիմին եմ շնորհակալ, հրավերի համար եմ շնորհակալ եմ դիտողներին, որ կան, շնորհակալ եմ այն խոսքերին, որ այսօր էլ քո միջոցով ես ընդհանրապես որ հանդիսատեսին սիրում է, հանդիսատեսին կարոտում է, ես ձեզ եմ շատ սիրում, ձեզ եմ շատ կարոտում ու ցանկանում եմ առողջություն, ամփորձանկություն, չգիտեմ նոր բառ եմ հնարում է, քննագրական չի, ձեր ընտանիքներին, ձեր օջախներին ու ամենակարևորը ամրություն եւ վերհառնում մեր երկրին, մեր Հայաստանին ամենակարևորին մեր կյանքում։ Ավելացնելու ոչինչ չունեմ, այսքանը կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։